Այս համեստ երիտասարդը 98-ի մարտի 2-ին ոչ մի բանով հայտնի չէր։ Մարտի 3-ին ազգային ժողովը նրան նշանակում է կենտրոնական բանկի նախագահ, որի ժամանակ նա հռչակում է իր մտադրությունները։ Այս նոր փուլը բանկային համակարգի զարգացման կայանալու նրանում, որ մենք պետք է անցնենք առևտրային բանկերի հետ համագործակցության եւ նրանց զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն։ Մի քանի օր առաջ բանտից ազատ արձակված դաշնակցական Վահան Հովհաննիսյանն այսօրը դատարանում լսում է իր արդարացման պաշտոնական ձևակերպումը։ Մինչ այդ հրաժարական էր ներկայացրել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ու մորոքել ձերբակալվել էր Վահան Հովհաննիսյանը։ Ըստ դատավճռի չկա այն իշխանությունը, որին բռնի տապալելու կոչեր էր արել դատապարտյալը։ 99-ի մարտի 3-ին $1 միլիոն իտալացիներին է սեփակնաշնորհվում Երևան հյուրանոցը։ Իտալացիները խոստանում են մինչև 250 աշխատատեղ։ Երևանի քաղաքապետը հիացած չէ։ Օրենքի անկատարելիության պարագաներում Երևանին պատկանող այդ կառույցները այսպես վաճառվում են, մասնավորեցվում են, ու դրանից քաղաքապետարանը բացարձակ ոչ մի օգուտ չի ստանում։ Հիմա ուշացած, բայց արդեն ուզում ենք տեղ կանգնենք, գոնե ինչ որ մնացել է։ 2000 թվականի այսօրը ամենաթեժերից էր։ Վարչապետ Արամ Սարգսյանին աջակցող Միասնություն դաշինքը հակադրվել էր Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին եւ ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանին։ Վերջիններս ըստ այս մարդկանց ճնշում են գործադրում հոկտեմբերի 27-ի գործով նախաքննական մարմնի վրա։ Անապահ զգացած պաշտոնից ազատել նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Սերժ Սարգսյանին, ազգային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանին։ 2003-ի այսօրը Քոչարյանի կողմնակիցները նախընտրական հանրահավաք են անում։ Մեր թեկնածուն կեղծիքների կարիք չունի, միտինգում հայտարարում է նրան սատարող դաշնակցական Վահան Հովհաննիսյանը։ Քոչարյանի հետ միասին այդ օրը հայտարարում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունենում նախագահի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական պատմական բանավեճը։ Ռոբերտ Քոչարյանի կամքով բանավեճին ներգրավում են իշխանական բոլոր հեռուստաընկերությունները։ Ես ներկայացնելու եմ մյուս ցուցակը, ձերբակալվածների ցուցակը, ազնիվ, անմեղ մարդկանց ցուցակը, ովքեր պայքարել են կեղծիքների դեմ։ Ինժալու ձեր վստահված անձերից մեկը, որը ձերբակալված է, այո, 7 դատավատություն ունի։ 7 դատավատություն։ Ես գիտեմ։ Բոլորը չէ։ Ես գիտեմ իմ վստահված անձեր։ Նաև 6 մասը բաց ենք թողել։ Իսկ չի եք բռնել, որ իբալ բաց եք թողել։ Անօրինականությունների, նրանք պայքարել են կեղծիքների դեմ իրենց տեղամասում, նրանք պայքարել են անօրինականությունների դեմ։ 2006-ի այսօրը Հայաստանում պաշտոնապես շրջանառության մեջ է մտնում հիպոթեկային վարկավորում հասկացությունը։ Գերմանիայի կառավարությունը մեզ 8 միլիոն եվրո է տալիս հիպոթեկային շուկայի զարգացման համար։ 2011-ի սկզբին կառավարությունն արգելում է բացօթյա առևտուրը։ Մարտի 3-ին այդ առևտրով ապրողների բողոքի հերթական օրն է։